Ով ում հետ եւ ինչու քաղաքական ուժերը բաժանվում են, միավորվում։ Հայաստանի քաղաքասարակության ներկայացուցիչները ցամաքային սահմանով մեկնել են Ադրբեջան, հանդիպումներ, քննարկումներ են սպասվում։ Հայաստանի շուրջ շատ ուժեր կան, այդ թվում Ռուսաստանը, որոնք այնքան էլ ուրախ չեն ժողովրդի ազատ կամքի ընտրությամբ, Երևանում է Էստոնիայի արտգործնախարարը։ Բարի օր, դուք դիտում եք առաջին լրատվականը, ես Ժիրայր Ոսկանյանն եմ, ուղիղ եթերում մեկնարկում ենք կարևոր թեմաների քննարկումը։ Եվ այսպես, քաղաքական ուժերը արդեն հստակեցնում են նախընտրական ծրագրերը, ցուցակներ հրապարակում։ Բարգավաճ Հայաստան կուսակցության համագումարը հաստատել է առաջիկա խորհրդարանական ընտրություններին ԲՀԿ ընտրական ցուցակի առաջին 3 տասնյակ թեկնածուներին։ Եվ այսպես, ցուցակը գլխավորում է Գագիկ Ծառուկյանը։ Նա 5 անգամ ընտրվել է ազգային ժողովի պատգամավոր, 2020 թվականի 7-րդ գումարման ազգային ժողովը նրան զրկեց պատգամավորական մանդատից։ Ծառուկյանը մեղադրվում էր ընտրակաշառք տալու մեջ, գրեթե 6 տարի քաղաքականությունից հեռացած գործարարը նախորդ ամիս արդարացվեց, սակայն նույն գործով անցնող եւ Ծառուկյանի հիմնադրած մուլտիգրուպի տնօրեն Սեթրակ Արուստամյանը մեղավոր ճանաչվեց ընտրողներին կաշառք տալու կամ ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելու համար։ Ցուցակի երկրորդ համարը զբաղեցրել է Մայր Հայաստան կուսակցության ղեկավար Անդրանիկ Թևանյանը, իսկ ահա երրորդ հորիզոնականում է նախկին արտգործնախարար Արա Այվազյանը։ Մարտուն Գրիգորյանը 7-րդ, իսկ Սուրեն Սուրենյանցը 8-րդ հորիզոնականներն են զբաղեցրել։ Ցուցակի 9-րդ համարը զբաղեցնող Էլինար Վարդանյանը պատգամավոր է Հայաստան դաշինքի կազմում։ Իդեպ դեռ 2015-ին Բարգավաճ Հայաստան կուսակցության կենտրոն տարածքային կառույցը որոշում է կայացրել ազգային ժողովի պատգամավոր Էլինար Վարդանյանին հեռացնել կուսակցությունից։ Բարգավաճ Հայաստան կուսակցության համագումարի ընթացքում Գագիկ Ծառուկյանը միաձայն վերընտրվել է կուսակցության նախագահի պաշտոնում։ Ավելի քան 25 րոպեանոց իր ելույթում Ծառուկյանը նորից կրկնել է. ինքը ինչ ասի, իր ասածի տերն է։ Ես այս երկրի մարդ եմ, իմ սիրտը ցավում է, իմ ուզածը, որ իմ ժողովուրդը լավ ապրի։ Ես անգիր արած բառեր չեմ ասում։ Ես 0-ից կայացած մարդ եմ, գիտեմ աշխատանքը կայանալը, հարկավոր է կազմակերպել, չարչարվել, ստեղծել կամք ունենալ ու կհասնես։ Անպայման կհասնես։ Արել եմ, օգնել եմ, ով դիմել է, բոլոր կարիքավորներին, բոլորն էլ գիտեն, ես շրջում եմ հանրապետության մեջ, եւ բոլորն էլ դա գիտեն, տեղ չկա արած բան չունենամ, տեղ չկա օգնած չլնեմ։ Ասում են ինչքան որ դու անում ես, Աստված քեզ ավելի շատ է տալիս։ Մարդը պետք է բարի լինի, կամեցող լինի, Աստված ավելի շատ կտա։ Սա հիմնական խնդիրն ու մոտեցումը, որ մենք բոլորս միասին այսօր մի մարդը ոչ մի բան չի կարանի, ով ուզում ես եղի, ուզում ես Ծառուկյան եղի, ով ուզում ես եղի։ Պետք է մարդուն հասկանան, վստահեն, կանգնեն կողքը, որ այդ խնդիրները չլուծվող խնդիր չկա։ Ես ուշադիր ասեմ, ելույթներն էլ եմ լսում, բայց հիմնական հիմա ես ինչ որ ասեմ, ինքնական կա խնդիրը, կա պրոբլեմը, կա լուծումը։ Ձևն էլ գիտենք, կազմակերպելն էլ գիտենք, ուղղությունն էլ գիտենք։ Այսօր մենք պետություն ունենք, պետություն, որ պետությունը լիարժեք պետք է իրոք աշխատավարձներ բարձրացնի, թոշակներ բարձրացնի, ասում են բարձրացնենք, բայց ոնց պետք է գումար լինի։ Դրա համար պետությունը ճիշտ քայլեր պետք է կատարի։ Ձևակերպ մենք ինչ ունենք, ինչի վրա պետք է զարգացնենք, որ կարողանա թոշակը բարձրանա, աշխատավարձը բարձրանա, կրթությունն ու առողջապահությունը պետք է անվճար լինի, ժողովուրդ։ Մեր ժողովուրդը 90%-ը վարկի տակ է, առողջապահության ծնողին պետք է վիրահատեն, երեխային պետք է վիրահատեն, գումար չկա, միլիոն, 2 միլիոն, ուրեմն պետք է տունը տանի դնի վարկի տակ, որ գումար վերց, իմանալով, որ ինքը դուրս է մնալու, բայց նա չի կարող չկատարել։ Այնուհետև նա հայտարարեց, թե վարչապետի 4 թեկնածու ունի առանց անուններ նշելու։ Ես այսօր ասում եմ, որպես Գագիկ Ծառուկյան, անձնական ոչ մի հարց չունեմ, ոչ մի պաշտոնի հակում չունեմ, իմ ժողովրդի ցանկությունը, որ ես լսում եմ ամեն օր, գնում եմ, հավաքել եմ մարդկանց, այն մարդկանց, որ տարբեր ոլորտի լավ ինչ որ ներկայացներ են, արդյունավետ աշխատողներ են, ձեռագիր ունեն, մարդկանց հավաքել եմ, նույն մարդիկ են ասում, մեզ պաշտոն պետք չի, կարևոր պաշտոնը չի, կարևորը պետությունն է, մյուսներն ասում են կարևորը մանդատը չի, կարևորը արդյունքն է։ Այս սկզբունքով մենք շարժվում ենք։ Ես ունեմ 3 հոգեր, հիմա 4 տեխնացու։ Ես չկամ։ Ուրեմն ձեզ ասեմ, որ դուք իմանաք, նա միաձայն չի ընտրվելու, եթե այսօր
այսքան թիմը մեծ է, մարդիկ հավաքվել են, ցանկացած տեխնացով, իր ապրածով, իր արածով, իր արդյունավետությամբ կներկայացնի։ Մեր ժողովրդին կներկայացնենք, ումը որ ընտրեցին, նա էլ կլինի, այսօր անվանական ոչ մեկին խոսք չեմ տվել։ Մենք այսօր շատ ծանր վիճակում ենք, վարչապետ լինելը դա ոնց կեզ ասեմ, հաճույք չի, դա չարչանք աշխատանք է, ով կարանի, ով այդ փորձ ունի, այդ ծանոթության տակ եւ իմ թիմը կամաձայնվի այդ ազգանունը, դա էլ կլինի։ Հաղթանակի դեպքում մանդատը վայր դնելու է հարցին Ծառուկյանը պատասխանել է հնարավոր է։ Իսկ Ռոբերտ Քոչարյանի հետ կոալիցիա կազմել չի պատկերացնում ոչ հների եւ ոչ էլ նորերի, ասել է Ծառուկյանը։ Նա ապαντել է, որ հների հետ կոալիցիան բացառվում է, նույնիսկ եթե դա է լինելու Նիկոլ Փաշինյանին հեռացնելու միակ տարբերակը։ Խոսել է նաեւ ԵԱՏՄ-ից դուրս գալու հնարավորություններից։ Բոլորդ պետք է գիտակցեք, որ Ռուսաստանը մեր 100 տարվա գործընկերն է, 3 միլիոն հայ ունենք այնտեղ, բացի այդ, եթե գազի գինը դառնա $800, ինչ ենք անելու, հարց է տալիս Ծառուկյանը։ Իսկ միլիարդատեր Սամվել Կարապետյանի ուժն էլ 36 տեխնացուի անուն է հրապարակել, ցուցակը կգլխավորի նրա եղբորորդին Նարեկ Կարապետյանը, երկրորդ տեղում Ռոբերտ Քոչարյանի գլխավորած Հայաստան դաշինքի ցուցակով 2021-ի ընտրություններում падգամավոր դարձած, ապա 1.5 տարի հետո մանդատից հրաժարված փաստաբան Արամ Վարդևանյանն է, երրորդ տեղում իրավաբան Գոհար Մելոյանը։ Ցուցակի առաջին տասնյակում է նաև ՀԵՑ-ի նախկին տնօրեն Դավիթ Ղազինյանը։ Թիմերի նախկին ու ներկա ղեկավարներ են ընդգրկված նաև Գյումրի փաստացի ղեկավար, փոխքաղաքապետ, կալանավորված քաղաքապետ Վարդան Ղուկասյանի փեսա, Ավետիս Առաքելյանը եւ այլք։ Իդեպ միասնության թևերը եւ հայակվեն այլևս միասին չեն համագործակցի։ Մի շարք առանցքային ծրագրային հարցերում մեզ դեռևս չի հաջողվել միասնական դիրքորոշում ձևավորել, ուստի մենք որոշում ենք կայացրել ներկա փուլում այս ձևաչափով ավարտելու համատեղ աշխատանքը, նշված է հաղորդագրությունում։ Հիշեցնեմ, որ փետրվարի 27-ին էին միասնության թևեր քաղաքական նախաձեռնությունը եւ հայակվե ազգային քաղաքացիական միավորումը ստորագրել համագործակցության հուշագիր, հաստատելով իրենց պատրաստակամությունը մեկ միասնական ճակատով հանդես գալ հունիսի 7-ին կայանալիք համապետական ընտրություններում։ Մեր եթերում կարճատև դադար է, որից հետո շարունակում ենք։ Տարին ընդամենը մեկ անգամ իսպանական անսանձ ոգին ու գիրքը դառնում են ավելի մոտ իդեալ համակարգում։ Զգացեք իրական ռոդեոյի շունչն ու էներգիան 2026 թվականի իսպանական սալիկների բացառիկ հավաքածուներում։ Անկառավարելի ուժ եւ գեղեցկություն, որոնք վերածվում են կատարյալ ձևերի ու նուրբ ֆակտուրաների։ Ձեռք բերեք իսպանական բարձրորակ սալիկների լայն տեսականին, սկսած 1 քառակուսի մետրն ընդամենը 3300 դրամից։ Մանրամասները idealsystem.am Իդեալ համակարգ դեպի կատարելություն։
Եվ այժմ զրուցելու եմ ազգային ժողովի քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավոր Լուսինե Բադալյանի հետ։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Տիկին Բադալյան, եւ այսպես դե բնականաբար խոսելու ենք սպասվող ընտրությունների մասին։ Բոլորը համագումարներ են անում, միավորվում են, բաժանվում են, ցուցակներ են հրապարակում եւ այլն, դուք էլ դե անմասն չեք։ Բայց մի հարց, ինչու է այս ընտրություն նախընտրական շրջանում, հա, ասենց բոլորը ասում են պետք չի աշխարհաքաղաքական համատեքստ հաղորդել այս սպասվող ընտրություններին, բայց բոլորը խոսում են ինչ-որ աշխարհաքաղաքական թեմաներից հիմնականում, հա, մասնավորապես, չգիտեմ, Գագիկ Ծառուկյանը երեք երկար բացատրում էր, թե ինչու չպետք է օրինակ հանկարծ ԵԱՏՄ-ից դուրս գալու միտք ունենալ, որ օրինակ Ռուսաստանը մեր հարյուրավոր տարիների բարեկամն է, ընկերն է, Բելարուսը եւս, որը միշտ աջակցում է հայ ժողովրդին, ասում են այդտեղ միլիոնավոր հայեր են ապրում, ասենք կրակի հետ եք խաղում։ Սամվել Կարապետյանն է ասում, որ Հայաստանը Ռուսաստանին հանում է տարածաշրջանից, հետո հիշեցնում եմ ես Վրաստանի եւ Ուկրաինայի օրինակները, Ռոբերտ Քոչյանը վերջին ոդքասթում ասում է, բայց Ռուսաստանը ինչ է արել Հայաստանին, հա, որքան էլ չենք հաղորդում աշխարհաքաղաքական ենթատեքստ այս ընտրությունը, հա, ուտեղ մի հատ մեծ գումարած Վլադիմիր Պուտինի արձագանքը կամ դիտարկումները եւ Ռուսաստանի տարբեր պաշտոնյաների դիտարկումները սպասվող ընտրությունների կամ արդեն իսկ մեկնարկած որոշակի ընտրական գործընթացների վերաբերյալ, հա, ինչու են այնուամենայնիվ աշխարհաքաղաքական դառնում։ Շնորհակալություն, նախ այս ընտրությունները բազմիցս խոսել ենք այդ մասին, որ էականորեն տարբերվում են մյուս բոլոր հերթական ազգային ժողովի խորհրդարանական ընտրություններից, հա, սրանք յուրահատուկ են, որովհետև Հայաստանի Հանրապետությունը վերջին մի քանի տարվա ընթացքում, այսպես ահռելի աշխատանք կատարելով, վերանայելով իր արտաքին քաղաքականությունը եւ ընդհանուր առմամբ բավականին մեծ համագործակցություններ սկսելով, բերեց եւ Հայաստանի Հանրապետությունը կանգնեցրեց մի խաչմերուկի վրա, որտեղից որ պիտի ընտրություն կատարվի, որ ճանապարհով դու պիտի գնաս։ Եվ մենք բոլորս այս ընթացքում բազմիցս խոսել ենք, որ եթե մինչև հիմա ուղղակի խոսում էինք եւ մեզ կարողանում էին հակադարձել, որ այս ընդդիմությունը, մասնավորապես եռագլուխ ընդդիմությունը, որովհետեւ ընդդիմությունը ինքն իրենով ոչ մի տարբերություն չկա, որ կուսակցությունով է որևէ քաղաքական գործիչ ներկայանալու, հա, խորհրդարանական հերթական ընտրություններին, որովհետեւ այդ շրջիկ, հա, քաղաքական գործիչները մի օր հանրապետական կուսակցությունում էին, հետո Ռոբերտ Քոչարյանի, հիմա Սամվել Կարապետյանի, էական տարբերություն չկա նրանք որտեղ կլինեն, որովհետեւ բնույթը բովանդակությունը բացարձակապես չի փոխվում դրանից։ Մենք տեսնում ենք, հա, ցուցակները հրապարակվեցին եւ տեսանք, եւ եթե առաջ մենք ասում էինք, որ սա պրոռուսական Ռուսաստանի շահերը սպասարկող ընդդիմություն է եւ մեզ հակադարձում էին օրինակ որոշ նորելուկ քաղաքական գործիչներ, երբեմն նույնիսկ անգլերեն էին խոսում, ինտերվյուներ էին տալիս անգլերենով փորձելով դիստանցավորվել, հա, այդ պրոռուսական հասկացությունից, Վլադիմիր Պուտինը մեկ արտահայտությամբ բոլորին գցեց կրակը, բացահայտեց, ասաց, որ դրանք իմ տեղապահներն են Հայաստանի Հանրապետությունում, դուք իրենց խանգարում եք իշխանությունը վերցնել, հա, եթե թարգմանենք այդ ամբողջ արտահայտությունը, դա էր եւ ոչ թե խնդրեց, այլ պահանջեց, որպեսի Հայաստանի Հանրապետության վարչապետը նրանց թույլ տա իր ժողովրդի ձեռքից իշխանությունը վերցնելու եւ ի պատիվ մեզ, ի պատիվ Հայաստանի Հանրապետության, մենք տեսանք Հայաստանի Հանրապետության վարչապետը որքան ձիգ ճիշտ պատասխաններ տվեց, հիշեցնելով, որ Հայաստանի Հանրապետությունը ինքնուրույն, անկախ եւ ինքնիշխան պետություն է, որը ունի իր օրենքները, իր սահմանադրությունները եւ մենք մայր օրենքից 1 միլիմետր, 1 սանտիմետր չենք շեղվելու։ Ահա այսպեսի ամբողջ իրավիճակում մեր, ասում եք, Ռուսաստան, Բելարուսը շատ օգնել է հայ ժողովրդին, թե Գագիկ Ծառուկյանի կուսակցությանը։ Շատ հետաքրքիր է այս ամենը, բայց արդեն բացահայտված է, հա, այն կարմիր թե սև խաղը, որ կա, մաֆիա, որ խաղում ենք, հա, այսպես արդեն բացահայտվել են սևերը եւ արդեն բաց ենք խաղում մենք։ Եվ սա ինձ ուրախացնում է, որովհետեւ եթե ինչ-որ կերպ ժողովրդին կարելի էր մոլորեցնել, բաց խաղաքարտերով արդեն ժողովուրդը ազատ է կատարելու ընտրություն, ազատ է ընտրելու այն ճանապարհը, որով Հայաստանի Հանրապետությունը պիտի գնա։ Մենք հստակ ենք նշում մեր ծրագրերը, մեր նպատակները եւ
ժողովուրդն էլ շատ լավ գիտի, որ ինչ, բայց քաղաքական կամք ունենալու հարցում մեզ այդ որևէ քաղաքական ուժ չի կարող մրցակցել, քաղաքական կամք մենք ունենք շատ ուժեղ, եւ եթե խոստացել ենք, որ պիտի գնանք այս ճանապարհով, ուրեմն մենք այդ ճանապարհին այդ ճանապարհով տանելու ենք մեր ժողովրդին եւ հասցնելու ենք վերջնակետին, բայց ժողովրդը ինքը պիտի ընտրի այդ ճանապարհն է ուզում, թե ոչ։ Այսինքն ձեզ նրանցից տարբերակում է միայն նրանց ռուսամետությունը։ Բացարձակ մենք ընդհանրապես եզրեր չունենք, խաչվող որևէ բան չունենք, ոչ արժե համակարգի, ոչ նպատակների հարցով, որևէ խաչվող տեղ չունենք, ամեն ինչով ենք մենք իրարից տարբերվում, որևէ նմանություն չունենք, թերևս միայն ազգանվան վերջին այդ վերջավորությունն է, որովհետև մենք տեսնում ենք նրանց, լսում ենք նրանց քաղաքական տեքստերը, տեսնում ենք նրանց բոլոր այդ խարդավանքները, իրենց միջանձնյա հարաբերությունները, լսում ենք ինչի մասին են նրանք խոսում, տեսնում ենք ովքեր են, որ քաղաքական գործիչներն են նրանց համար իդեալ կամ դիցուկ Նարեկ Կարապետյանի Իվանաշվիլի նկարը հրապարակելն ու տեքստը գրելը, ասենք ավելի մեծ ինքնաբացահայտում եւ ավելի մեծ ծաղր ինքնիշխանության համար պայքարող Հայաստանի Հանրապետության քաղաքացու նկատմամբ շատ նրանք գերազանցել են մինչ այսօր տեղի ունեցած բոլոր խնդիրները, որ քաղաքական դաշտում եղել են։ Բայց այդ հարցին ուզում եի գայի այնուամենայնիվ, օրինակ ձեր հակառակորդը քաղաքական համարում է դա ցուցիչ, որ Իվանիշվիլին օրինակ վարչապետ Փաշինյանին երբեք չի ընդունել, այդպես ինչ-որ ցուցադրական բաներ չի եղել։ Իսկ ինչու պիտի ընդուներ կամ վարչապետը ինչու պիտի ընդունվեր։ Իսկ Կարապետյանը ուժեղ է, նրանք ընդունի։ Մի րոպե, չհասկացա, այսինքն պարզվեց, որ ոչինչ, որ Տրամպը ընդունում է Հայաստանի Հանրապետության վարչապետին, դա ոչ մի բան, ասենք, չգիտեմ, Էմանուել Մակրոնը ընդունում է, մնացած բոլոր լրջագույն ֆիգուրները այս աշխարհի ընդունում են, դա հետաքրքիր չէ, կարևորը մեկը, որ պաշտոն չունի, ուղղակի այստեղ մեր հարևան երկրի վերաբերյալ երկար բանակցությունների եւ քննարկումների մեջ չմտնենք, բայց ինչ որ մեկը վարչապետին չի ընդունել կամ վարչապետը ցանկացել է, որ իրեն ընդունի եւ իրեն չեն ընդունվել, որովհետեւ մեր քաղաքական ուժը կարևորում է ինստիտուտները, պետական ինստիտուտները, այսինքն վարչապետերը հանդիպում են վարչապետերի հետ, նախարարները հանդիպում են նախարարների հետ, փոխվարչապետները փոխվարչապետների եւ ընդհանրապես այդ հիերարխիան ինստիտուցիոնալ մենք պահպանում ենք, պահում ենք եւ ասենք Վրաստանի Սամվել Կարապետյանի հետ հանդիպելու, չգիտեմ, եղել է մինչև հիմա մեծ ցանկություն, որ չի ստացվել, թե ոչ ես նման տեղեկություններ չունեմ, մտքովս չերել անցել։ Այսինքն, բայց եթե այդ օրինակ։ Այսինքն քաղաքական ուժը, որը պատրաստվում է գալ իշխանության, ել ավելի է կարևորում ինչ որ մեկին, ով ինստիտուտ չի ներկայացնում, քան այդ երկրի ինստիտուտ ներկայացնող երկրի առաջնորդին։ Սա արդեն ցուցիչ է։ Մենք պիտի հասկանանք, որ մենք լրջագույն խնդիրներ ունենք դրա։ Երկրորդ խնդիրն էլ այն է, որ պահանջում են, որպեսզի մենք ունենանք երաշխավորներ, հա, խաղաղությունը իբրև թե իրենք կողմ են խաղաղությանը, եւ ընտրում են այնպիսի երաշխավորներ, որոնք որ կոնֆլիկտներ ունեն, կոնֆլիկտների մեջ են այս պահին գտնվում եւ տևական ժամանակ կգտնվեն։ Այսինքն նրանք վտանգի են ենթարկում Հայաստանի Հանրապետության այս պահին ձեռք բերված խաղաղությունը առանց հասկանալու կամ գուցե եւ հասկանալով, որ այդ մեծ երաշխավորները, որոնք կոնֆլիկտների մեջ են, իրենց կոնֆլիկտները լուծելու համար օգտագործելու են մեզ հերթական անգամ, որովհետեւ այդպես է եղել դարեր շարունակ, որովհետեւ մենք իրենց այդ կայսրությունների, հա, մեծ պետությունների բախման մեջ առևտրի առարկա ենք եղել, որևէ մեկին մենք որպես գործոն չենք հետաքրքրել եւ մենք մեր քաղաքական ուժը հանել է Հայաստանին այդ բոլոր կոնֆլիկտներից։ Հիմա այս մարդիկ եկել են, որպեսզի հետ տանեն մեզ այդ նույն կոնֆլիկտների մեջ։ Եվ ելի պիտի ժողովուրդը ընտրի։ Հա, բայց ի տանեն որ ինչ լինի։ Որպեսզի իրենք ունենան իշխանություն, իրենք շատ անձնական են մտածում, իրենց բիզնեսները, իրենք ունեն որոշակի պայմանավորվածություններ ըստ երևույթին։ Հիմա նույնիսկ կարող եմ չասել ըստ երևույթին, որովհետև Վլադիմիր Պուտինը շատ բացահայտ խոսեց այդ մասին։ Բնականաբար ունեն պայմանավորվածություններ եւ այդ առևտրի մեջ երկու կողմերն էլ իրենց շահերը ունեն եւ դրա համար մատաղ են ուզում անել մի ամբողջ երկիր եւ մի ամբողջ ժողովուրդ։ Բայց այդ էլ էլի փոքրինչ անտարամաբանական է, ինչու Պուտինը շատ կենցաղային ասած վառեր իր տեղապահներին, ինչպես դուք եք ասում։ Որովհետեւ արդեն էլ սա ճարահատյալ քայլ էր ըստ իս։
որովհետև հնարավոր բոլոր մեթոդները կիրառվեցին, հիբրիդային բոլոր գործիքները կիրառվեցին, մենք մնացինք անսասան։ Եվ սա արդեն ծայրահեղ քայլ էր, սա պլան B էր, սա Հայաստանի Հանրապետության ժողովրդին հուշում էր, որ եթե դուք ուզում եք ես որպես մեծ եղբայր ձեր մեջքին կանգնեմ, դուք պիտի ընտրեք այս քաղաքական ուժերին։ Ես չգիտեմ դա որոշակի ազդեցություն կունենա Հայաստանի Հանրապետության քաղաքացիների վրա թե ոչ, բայց նպատակը կարծում եմ, որ դա էր եւ ընտրություններից անմիջապես առաջ, ինչու որտեղ բոլոր գործիքները կիրառվել են եւ դրանք անհաջող էին։ Ես էլ չգիտեմ իհարկե այդ քայլը ազդեցություն կունենա թե չէ, բայց օրինակ դրա հասցեատերերը փորձում են դիստանցավորվել դրանից։ Օրինակ ուժեղ Հայաստանից ասում են, հա կարելի էր Պուտինի խոսքից ենթադրել, որ դա կարող է վերաբերվել Սամվել Կարապետյանի։ Դա միանշանակ ես Բայց ասում են մենք ռուսամետ չենք, մենք հայամետ ենք, հետեւաբար չէ։ Իսկ քաղաքական այս պայքարի մեջ այս պահի դրությամբ ուրիշ ռուսական անձնագիր ունեցող որևէ այլ քաղաքական գործիչ կար, որ եթե Սամվել Կարապետյանի մասին չէր, ապա գուցե այս ինչ որ մեկի մասին էր։ Այլ մեկը կար, որը որ փորձում էր չմտնել քաղաքական պայքարի մեջ, որովհետև սա քաղաքական պայքար չէ, սա իշխանությունը վերցնելու այսպես ձգտում է եւ դրան ուղղված քայլեր են, եւ այդտեղ ռուսական անձնագիր ունի միայն Սամվել Կարապետյանը, եթե չեմ սխալվում։ Ես ուզում եմ նաեւ մտահոգությունների մասին, էլի, ձեր հակառակորդների, դե ձերը պարզ է, այսինքն այն ամեն ինչ որ դուք ձեր համագումարում հայտնարարեցիք, նաեւ ներկայացրեցիք ձեր նախնական ծրագիրը եւ այլն։ Բայց որովհետեւ դուք մրցում եք նաեւ այս հակասությունների մեջ, չէ՞։ Դուք մի բան եք ասում, իրենք մի բան են ասում։ Օրինակ Ծառուկյանի առանցքային մտահոգություններից մեկը դա աշխատավարձերն են, դա մարդկանց վարկային ծանրաբեռնվածությունն է, դե այն որ Հայաստանը աստղաբաշխական վարկերի տոկոսներ ունեցող երկիր է, այսպես երևի դրսից այդպես որ մեկը իմանում է, մտածում են մենք այստեղ բոլորս այդպես շատ լավ ենք ապրում ու դրա համար ծաղրի առարկա է դարձել, որ հայերը փող չունեն, բայց հայերը հարուստ են, չգիտես ինչի, հա։ Դա է մտահոգում է, որ գազի գինը, օրինակ եթե Ռուսաստանը դարձնի $800, ինչ են կանելու։ Սամվել Կարապետյանը եւս մտահոգված է, որ Ռուսաստանը տնտեսական պատերազմ կսկսի Հայաստանում հուլիսին։ Դե Ռոբերտ Քոչյանի մտահոգություններն էլ էլի սրա շուրջ են պատտվում։ Եվ դուք չունեք այդ մտահոգությունները։ Ուրեմն մենք նման մտահոգություններ ունեինք մոտավորապես 5-6 տարի առաջ։ Պատերազմից անմիջապես հետո, երբ որ հստակ գիտակցելով, որ Հայաստանի Հանրապետությունը ոչ թե դե յուրե, այլ դե ֆակտո պիտի լինի ինքնիշխան, երբ որ մենք այդ որոշումը ընդունեցինք պատերազմի ժամանակ մեր կրած ինչպես ժողովրդի կրած, բայց մենք քաղաքական պատասխանատվության իմաստով ել ավելի մեծ բեռ ունեինք մեր վրա, եւ երբ որ այդ պայմաններում մենք որոշում ընդունեցինք, որ Հայաստանի Հանրապետությունը գնալու է ինքնիշխանության ճանապարհով, այդ մտահոգությունները այն ժամանակ ունեինք, եւ մենք 6 տարվա ընթացքում արդեն հնարավոր բոլոր ելքերը, հնարավոր բոլոր տարբերակները հասցրել ենք քննարկել, մշակել շատ տարբեր ռազմավարություններ եւ ինչպես նկատել եք դրանցից որոշներով արդեն գնացել ենք կամ որոշները ձեզ համար արդեն պարզ են, որովհետեւ հատկապես օգոստոսի 8-ի հռչակագրից հետո որոշ խաղաքարտեր արդեն բացվեցին եւ այդպես էլ շարունակվելու է։ Այսինքն եթե այս հարցերը նոր են սկսել անհանգստացնել մեր եռագլուխ ընդդիմությանը, այդ հարցերի մասին մենք կանխավ էինք մտածել եւ կանխավ դրա ելքերի մասին արդեն գիտեինք։ Դե գուցե ձեր ասած ժամանակաշրջանում այդ ընդդիմությունը ներողություն մտածում էր Կուդավիդյանից արդեն։ Այո։ Դրա համար կարիք չկա դրա մասին։ Եվ իրենք հիմա էլ են ինչ որ բաների մասին մտածում եւ բաց են թողնում եւ ճիշտ բովանդակությունը բաց են թողնում եւ հենց դա էլ մեր մինչ այսօր ունեցած հաջողության գրավականն է։ Այսինքն առևտրային պատերազմի մտահոգություն չունեք։ Մտահոգություն չի կարող չլինել, ռիսկեր միշտ էլ կան, բայց կառավարող ուժը պարտավոր է կառավարել բոլոր ռիսկերը։ Առանց ռիսկ հնարավոր չի, ինչպես ուզում ես մտածիր, նախապես պլանավորիր, ռիսկ միշտ էլ կա։ Իսկ կներեք, այդ առևտրային պատերազմը ասվածը, հայ ռիսկ է մտահոգությունը ինչ որ է, կա այդ մեր աշխարհային քաղաքացիներն են մտահոգություն, որ Ռուսաստանը կարող է գնալ ինչ-ինչ, այսպես ասենք, սանկցիոն գործողությունների, հա։ Ինչու՞ բայց։ Ինչու՞։ Չգիտեմ։
Ավելի շուտ գիտեմ, դուք էլ գիտեք, դուք էլ հարցը հռետորական է ձեր հարցի ինչու՞մ, որովհետև դուք էլ ունեք դրա պատասխանը, որովհետև 30 տարվա 3 տասնամյակի ընթացքում կյանքում առաջին անգամ Հայաստանի Հանրապետությունը ինքնիշխանության դիրքերից է բանակցում, դա բնականաբար դուր չի գալիս։ Ոչ միայն դուր չի գալիս, այլ նաև վտանգավոր է որոշ այլ երկրների տեսանկյունից, եթե մենք նայենք, որտեղ մեկ երկրի մասին չի խոսքը, մի քանի երկրների, որոնք Հայաստանի Հանրապետությանը ճնշած միշտ պահել են, որ իրենց համապատասխան հարմար ժամանակահատվածում եւ գործարքների մեջ օգտագործեն։ Այս պահին Հայաստանի Հանրապետությունը ասում է՝ բավ է արդեն, ավարտվեց, վերջ։ Կամ ինձ հետ որպես գործընկեր եք շփվում, կամ չեք շփվում ընդհանրապես։ Եվ բնականաբար չէ, սա խնդիր է բոլոր այդ երկրների համար։ Էլի գնում եք, արդեն գնում եք որն է, գնացել եք սև ու սպիտակով, չէ՞, էլի այս ընտրական process-ին։ Կարող ենք այլ գույներ տալ իրար հակասող, բայց այստեղ, այսինքն դա լավագույն բնորոշումն է, որովհետև այ հիմա բևեռացված է ամեն ինչ։ Ես թույլ չեմ տալիս երբևէ մեզ որևէ բևեռացման մեջ մեղադրել։ Հենց այս ընտրական process-ը։ Այս ընտրական process-ը 3 չառաջացավ։ Այսինքն երբ որ այդ ընդդիմությունը ու հասարակության ինչ որ մի շերտ մեզ համարում էր այսպես վտարանդի, թուրք, դավաճան եւ միակ նպատակը մեզ կախաղան հանելն էր, այդ ժամանակ իրենք չէին բևեռացնում մեզ եւ մեր ընտրողներին Հայաստանի Հանրապետությունից, այսպես դուրս չէին մղում, այդ ոչ մեկ չքննարկեց։ Այսօր դուք ինձ նորից մեղադրում եք, որ մենք սև ու սպիտակ ենք բաժանում։ Մենք երբեք նման բան չենք արել եւ մենք միշտ էլ շատ մեծահոգի ենք եւ բոլոր այն քաղաքացիները, որ ինչ որ մի կետից հանկարծ զգում են, որ իրենք ուղղակի էմոցիոնալ ճնշման մեջ էին, բայց այսպես վերանայում են իրենց տեսանկյունները, մենք երբեք նրանց չենք մերժում կամ ընդհանրապես մենք Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիներից ով ուզում է լինի, բոլորին կառավարությունը այսպես բոլորի շահերը սպասարկում է, այսինքն որ Սամվել Կարապետյանը նույնիսկ հիվանդանա, առողջության ապահովագրություն իր ծախսերն էլ կփակի։ Դե ես այն տրամաբանությամբ եմ ասում, որ դուք խոսակցության մեջ եք մտնում ձեր բառերով ասած այդ եռագլուխ ընդդիմության հետ։ Բաում հետ մտնենք։ Ուրիշ ոչ մեկ հետ չեք մտնում, դուք իրենց եք պատասխանում։ Չէ, իրենք ասում են մենք իրենց պատասխանում ենք։ Հետևաբար ի պայմանական ասած սպիտակն եք, նրանք սևը։ Տեսեք, այստեղ որովհետև խնդիրը ներքաղաքական չէ։ Իհարկե մենք նաև ժամանակ ենք գտնում պատասխանելու ներքաղաքական պայքարի մեջ ներգրավված բոլոր քաղաքական ուժերին, որոնք որ քննադատություն ունեն մեր նկատմամբ, բայց այդ քաղաքական ուժերն էլ առանձնապես բարձր քննադատությունները չեն, այսպես անընդհատ տարածում, ասեմ ինչու, որտեղ բոլորն են գիտակցում, որ սա եռագլուխ ընդդիմությունը եւ այս պահին իշխող ուժը ներքաղաքական պայքար չեն տանում։ Այստեղ Հայաստանի Հանրապետությունը պայքարում է օտար ճնշումների դեմ, օտար ճնշումներից ձեռբազատվելու դեմ եւ այդ օտարների ներկայացուցիչները Հայաստանի Հանրապետությունում արդեն վստահ եւ հստակ կարող ենք ասել, նորից եմ նշում, Զախարովի եւ Վլադիմիր Պուտինի խոսքերից, հայտարարություններից հետո էլ այստեղ քննարկելու, կասկածելու ոչ մի բան չկա։ Հայաստանի Հանրապետությունը պայքարում է օտար ճնշման դեմ։ Վարչապետը նաև նախորդային ճեպազրույցի ժամանակ, երբ հիշում եք տեսանյութ էր հրապարակել, որ վախենում է, որ Կալուգացի Սամոն իր բառերով Կալուգացի Սամոն միլիարդատիրոջից կդառնա բոմժ, պարզաբաներով ասաց, որ ակնհայտ է, որ ինքը Հայաստանից դուրս նաև շրջանակներ ինչ որ խոստումներ է տվել եւ ակնհայտ է, որ դրանք չի իրականացնելու եւ ակնհայտ է, որ այդ մարդիկ հասանելիություն են իր ունեցվածքին եւ նա կարող է զրկվել իր ունեցվածքից, այսպես ասած։ Եթե դա համադրում ենք այն հանրային հասանելի տեղեկությունների վրա, որ Ռուսաստանի հատուկ ծառայությունները աշխատում են այնտեղ գտնվող հայ բիզնեսմենների վրա, որպեսզի նրանք մասնակցեն ընտրություններին, այլապես կունենան խնդիրներ, կարող են այո, այստեղ որոշակի կապեր եւ տրամաբանություն գտնել, բայց հետո վարչապետը նաեւ ասում էր, որ առանց փող գուցե կմնան մինչև տարվա վերջ, որովհետեւ երբ որ փակեն նրանց այդ ստվերային փողերի շրջանառությունը եւ այլն, բան չեն փակում։
մենք պիտի փակենք, թե տեսեք։ Ուրեմն ի տարբերություն ինձ եւ ձեզ եւ Հայաստանի Հանրապետության մյուս քաղաքացիների, որոնք կարող են ենթադրությունների, ստացած ինֆորմացիայի վրա խոսել, Հայաստանի Հանրապետության վարչապետը խոսում է բացառապես փաստերի առկայության դեպքում։ Եթե դա դեռ ոչ մեկ չի նկատել, կամ էլ նկատելը չնկատելու է տալիս, ուզում եմ եւս մեկ անգամ հիշեցնել։ Այսինքն հենց այնպես չի ասում Հայաստանի Հանրապետության վարչապետը։ Փակելու մասով ես չեմ կարծում, որ մենք, որովհետև եթե մենք իրավական տեսանկյունից որևէ խնդիր տեսնում ենք, մենք այդ խնդրի հետևից գնում ենք։ Եվ եթե մենք ոչ միայն իրավական, այլ նաև Հայաստանի Հանրապետության քաղաքացու շահերից ելնելով խնդիր տեսնում ենք, մենք դրա հետևից էլ ենք գնում, զորօրինակ հեծը։ Կրկին վերաբերում է նույն։ Այստեղ այլ բանի մասին է, որովհետև Սամվել Կարապետյանի միլիարդները շրջանառվում են ինչպես Ռուսաստանի Դաշնությունում, այնպես Կիպրոսում եւ այլն։ Քաղաքացիլա չեք ուզում ձեր քաղաքացուն պաշտպանեք, ասեք այդ ինչ է կանոնից մարդու։ Այսինքն մենք ում պաշտպանենք նրան, ով որ եկել է Հայաստանի Հանրապետությանից խլի ինքնիշխանությունը, ինքը չի եկել, իրեն ուղարկել են, ինքը ընդամենը խողովակ է եւ գործիք։ Խողովակ է ինֆորմացիան այստեղ հասցնելու եւ գործիք է, որով փորձում են փորել Հայաստանի Հանրապետության ապագայի փոսը ընդամենը ինչ պաշտպանելու մասին է մենք պաշտպանում ենք որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի նրա հնարավոր բոլոր իրավունքները եւ դուք չեք կարող նշել մի կետ որտեղ նրա իրավունքները խախտվել են պետությունը պաշտպանում է բոլոր իրավունքները միջազգային դատարանները հետո կասեն դրա մասին չգիտեմ բայց ասենք տեսեք ասում եք եթե կա իրավական հարց գնում է իրավական մարմինի այդ ճանապարհով այսինքն օրինակ նույն կաթողիկոսի գործընթացում էլ իրավական հարցեր չկան դրա համար ճիշտ են ասում, որ սա ձեր քաղաքական քմահաճույքն է կամ ձեր քաղաքական ճաշակը։ Ճտերն աշնանն են հաշվում, սիրելիժի։ Հիմա սպասենք միջև աշնան։ Ճտերն աշնանն են հաշվում։ Շնորհակալություն։ Ես էլ եմ շնորհակալ։ Զրուցակիցս ազգային ժողովի քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավոր Լուսինե Բադալյանն էր։ Հայաստանի քաղաքասարակության ներկայացուցիչները ցամաքային սահմանով մեկնել են Ադրբեջան ապրիլի 10-ից 12-ը խաղաղության կամուրջ նախաձեռնության շրջանակներում Ադրբեջանի եւ Հայաստանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների մասնակցությամբ Ադրբեջանում տեղի կունենա հերթական երկկողմ կլոր սեղանը։ Խաղաղության կամուրջ նախաձեռնությունը շարունակում է խթանել երկխոսությունը եւ ուղիղ ներգրավվածությունը Ադրբեջանի եւ Հայաստանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների միջև։ Այս առիթով հայկական պատվիրակությունը Ադրբեջան է ժամանել ցամաքային սահմանով, անցնելով պաշտոնապես սահմանազատված ու սահմանագծված հատվածով, հետևելով սահմանային ու անձնագրային վերահսկողության բոլոր համապատասխան ընթացակարգերին։ Քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների միջև երկխոսությունը ընթանում է 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում կայացած Ադրբեջանի, Հայաստանի եւ Միացյալ Նահանգների առաջնորդների եռակողմ գագաթնաժողովում հաստատված երկկողմ խաղաղության օրակարգի շրջանակներում։ Հանդիպման օրակարգը ներառում է քննարկումներ խաղաղության գործընթացի ներկայվիճակի, խաղաղության կամուրջ նախաձեռնության մասնակիցների կողմից իրենց երկրներում իրականացված գործողությունների եւ դրանց արդյունքների, ինչպես նաեւ տարածաշրջանում տիրող իրավիճակի վերաբերյալ։ Առանձին նիստեր կնվիրվեն հանրային շրջանակներում խաղաղության առաջ մղման ուղղված ջանքերին ու խաղաղության գործընթացի հաջորդ փուլերում վստահության մակարդակի բարձրացմանը։ Հիշեցնեմ, նախորդ նման հանդիպումը փետրվարի 13-ից 14-ին է տեղի ունեցել Ծաղկաձորում, 2025-ի նոյեմբերի 21-ից 22-ին խաղաղության կամուրջ նախաձեռնության շրջանակում Ադրբեջան էին այցելել Հայաստանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները։ Հոկտեմբերի 21-ից 22-ին Հայաստանի եւ Ադրբեջանի փորձագիտական համայնքների ներկայացուցիչների նախաձեռնությամբ ու երկու երկրների պաշտոնական կառույցների աջակցությամբ Երևանում էր տեղի ունեցել երկկողմ կլոր սեղան քննարկում։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ընդունել է Էստոնիայի արտգործնախարար Մարգուս Ցաքնայի գլխավորած պատվիրակությանը։ Փաշինյանը նշել է, որ վերջին շրջանում երկկողմ հարաբերությունները կրում են ինտենսիվ բնույթ։ Երկրի ղեկավարը կարևորել է Էստոնիայի դերը նաև Հայաստան-Եվրոպական միություն համագործակցության զարգացման, այդ թվում մեր երկրում ժողովրդավարական բարեփոխումների արդյունավետ իրականացման գործում։ Մարգուս Ցաքնան ընդգծել է Հայաստանի հետ համագործակցությունը խորացնելու հարցում Էստոնիայի շահագրգռվածությունը։ Վերջինս նշել է, որ Էստոնիան պատրաստ է շարունակել օժանդակությունը
Հայաստանի կառավարության բարեփոխումների օրակարգը առաջ մղելու նպատակով նպաստել նաև Հայաստան-Եվրամիություն փոխգործակցության խթանմանը։ Էստոնիայի արտգործնախարարը կարևորել է Երևանում եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի անցկացումը, համոզմունք հայտնելով, որ այն կանցկացվի բարձր մակարդակով։ Փաշինյանը եւ Ցաքնան մտքեր են փոխանակել տարածաշրջանային զարգացումների, նաև Հայաստան-Եվրամիություն համագործակցության օրակարգի, վիզաների ազատականացման գործընթացի եւ այլ հարցերի շուրջ։ Մինչ այդ Էստոնիայի արտգործնախարար Մարգուս Ցաքնան հանդիպել է նաև հայաստանցի գործընկերոջ հետ, իսկ համատեղասուլիսում հայտարարել, որ խաղաղության ուղին Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խիստ կարևոր է, առևտրի միջանցքներ են ստեղծվում։ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության հաստատումը իրական է, բոլոր հարցերը մեկ օրում չեն լուծվելու։ Տարածաշրջանի համար այս խաղաղության ընթացքը իրական է եւ ընթացիկ է, սա ապագան է կերտում հայ ժողովրդի համար։ Այստեղ խաղաղությունը նախապայմանն է հաջորդիվ բոլոր քայլերի համար։ Բարգավաճման հասնելու համար, տնտեսական զարգացման համար, հիմնականային ազատությունների համար։ Սա հսկայական քայլ առաջ է, որ Հայաստանը արել է եւ այս կառավարությունը դա կատարել է։ Անշուշտ բարդ է, շատ բարդ է։ Շատ բարդ գործընթաց է, հուսամ, որ այն կհասնի իր ավարտին եւ երկարաժամկետ եւ արդարացի խաղաղություն կհաստատվի տարածաշրջանում։ Արտգործնախարար Արարատ Միրզոյանը նշել է, որ ունենք շատ վստահելի եւ հուսալի ընկեր Եվրամիությունում, իդեմս Էստոնիայի։ Մեր նվիրումը անխախտ է։ Ընդհանուր համագործակցության համատեքստում իհարկե առանձին տեղ եւ կարեւորություն ունի Հայաստան-Եվրոպական միություններ հարթությունը, հարաբերությունների հարթությունը եւ այստեղ եւս պետք է նկատել, որ Էստոնիան եւ պատրաստակամություն եւ առաջնորդություն է ցուցաբերել եւ մենք ունենք շատ հուսալի եւ վստահելի գործընկեր Եվրոպական միությունում, իդեմս Էստոնիայի, կրկին մեր երախտիկը, պարոն նախարար, գիտեք, որ մեր նվիրումը այն արժեքներին, որ դրված է այս համագործակցության հիմքում անխախտ է եւ դուք էլ վստահաբար կարող եք նույն ծավալով, նույն չափով հենվել մեր վրա։ Հայաստանի արտգործնախարարը ասել է, որ TRIP-ի մասով շուտով մտնելու ենք շինարարական փուլ եւ երրորդ գործընկերների կարիքն ենք ունենալու։ Խոսելով Հայաստանում սպասվող խորհրդարանական ընտրությունների մասին, Մարգուս Ցաքնան նշել է, որ Հայաստանի շուրջ շատ ուժեր կան, այդ թվում Ռուսաստանը, որոնք այնքան էլ ուրախ չեն ժողովրդի ազատ կամքի ընտրությամբ։ 2024-ին մենք ունեցանք մոտ 7000 կիբերհարձակումներ տարեկան կտրվածքով եւ լուրջ հարձակումներ պետական ոլորտի եւ մասնավոր ոլորտի դեմ ուղղված, անցյալ տարի ունեցանք 12000 հարձակման դեպքեր։ Սա գնալով աճող թիվ է։ Բոլորը Ռուսաստանից չէ որ գալիս է, բայց Ռուսաստանը հիմնական եւ Հյուսիսային Կորեան եւ մասնավոր ոլորտներում եւս։ Բայց սա միայն տեխնոլոգիաների մասին չէ։ Սա կազմակերպվածության առաջնորդության մասին է, ինչպես կրթելու մասին է հասարակության, ինչպես մասնավոր ոլորտի հետ աշխատել, բանկային ոլորտը միայն խնդիրը բանկային ոլորտում չէ։ Ոսի այս փորձառությունը, այնինչ մենք ունենք, պատրաստ ենք կիսվելու Հայաստանի հետ եւ արդեն իսկ դա անում ենք։ Հայաստանի վարչապետը եւ Ռուսաստանի նախագահը բարձր մակարդակով նոր հանդիպումների մասին են պայմանավորվել, հայտնել է Նիկոլ Փաշինյանը, նա կոնկրետ չի նշել օր, միայն ասել է, որ հանդիպումը նախատեսված է հունիսի 2-րդ կեսին։ Հարցին, թե հայկական երկաթուղին ռուսական կառավարումից վերցնելու հարցը արդյոք ընդգրկված է Երևան ժամանած Ղազախստանի արտգործնախարարի օրակարգում եւ արդյոք անկախ Ռուսաստանի դիրքորոշումից որոշում կկայացվի այս հարցի վերաբերյալ, Փաշինյանը պատասխանել է. մենք Ռուսաստանի թիկունքում որևէ բան չենք պատրաստվում անել եւ ի հեճուկս Ռուսաստանի։ Համենայն դեպս այս փուլում, երբ երկխոսության հնարավորությունները բաց ու լայն են, մենք շարունակելու ենք աշխատանքը։ Հայաստանի վարչապետը ասել է, որ Ղազախստանը չի թաքցրել իր հետաքրքրությունը TRIP-ի վերաբերյալ։ Հայկական երկաթուղին ռուսական կառավարումից վերցնելու հարցով Մոսկվայում տեղի ունեցած Փաշինյան-Պուտին բանակցություններից հետո կողմերը թեև համաձայնության չէին հասել, բայց վարչապետը հայտարարել էր, երկաթուղու կառավարման պայմանագիրը միակողմանի խզելու ծրագիր չունեն։ Հետո Փաշինյանը ասել է, որ ներկայումս Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները գտնվում են կառուցողական տրանսֆորմացիայի փուլում, այդ process-ը գնահատում է դրական։ Մենք բարեկամական երկխոսության տրամաբանությունից դուրս չենք գալու, ասել է երկրի ղեկավարը։ Եվ այժմ կզրուցեմ քաղաքագետ Հրայր Մանուկյանի հետ։ Ողջույն պարոն Մանուկյան, շնորհակալություն միանալու համար։
Բարև ձեզ, ես էլ եմ շնորհակալ հրավերի համար։ Պարոն Մանուկյան, նախ սկսենք Հայաստանի քաղաքասարակության ներկայացուցիչների Ադրբեջան այցի վերաբերյալ խաղաղության կամուրջ նախաձեռնության շրջանակում։ Բնականաբար քաղաքացիական հասարակության շփումները, տարբեր հարցերի քննարկումները եւ այլն կարեւոր են, այդ թվում նաեւ որ տեղի ունենում եւ Հայաստանում եւ Ադրբեջանում, բայց այստեղ նաեւ մի եւս շատ կարեւոր հարց կա։ Մենք տեսնում ենք, որ ինչ մեկնարկեցին այս հանդիպումների մասնակիցները պարբերաբար նաև թիրախավորվում են։ Ու կարևոր հարցերից մեկը մնում է արդյոք այս կարևոր նախաձեռնությունները հնարավոր է լինում իսկապես տեղ հասցնել հասարակությանը այն կարևորությամբ, որոնց նշանակությունը դրանք ունեն։ Ես կարծում եմ, որ պատասխանը դրա այո է։ Մենք ունեցել ենք 35 տարվա, եթե ոչ ավելի շատ, թշնամանք երկու պետությունների միջև, եւ բնական է, որ նման հանդիպումները քաղաքասարակության ներկայացուցիչների կողմից, ուրեմն հանրության մի որոշ շրջանակի կողմից շատ բացասաբար են ընկալվելու։ Ինչպես որ բացասաբար է ընկալվում, չնայած շատ փոքրամասնության կողմից, բայց բացասաբար են կալվում Հայաստանի ջանքերը խաղաղություն հաստատելու ուղղությամբ։ Դուք դա հաճախ ենք դա տեսնում, չէ՞, ասենք երբ որ այս խաղաղության օրակարգը մեկնարկել էր, ասում էին, ում հետ եք խաղաղություն անում, այ Ալիևը անընդհատ չգիտեմ, սա է ասում, նա է ասում, այս սրա հետ եք ուրեմն խաղաղություն անում, կարծես թե խաղաղություն հաստատելու կարիք կա, ասենք այն երկրի հետ, որի հետ դու ոչ մի խնդիր չունես, ինչպես ասենք Վրաստանը, հա, նկատի ունեմ լուրջ խնդիր ինչ որ ինքնորոշման կամ տարածքային վեճի առումով։ Շատ բնական արձագանք է եւ ընդհանուր գործընթացի այս տարիների միտումների տեսակետից եթե հարցին նայենք, ապա խաղաղության գործընթացը հաջողությամբ առաջ է գնում, ավելի ու ավելի շատ մարդիկ են սկսում պաշտպանել խաղաղության ուրեմն օրակարգը։ Ես հիշում եմ 2021 թվականից, դա սկսվեց 20 թվականի վերջին 21 թվականի սկզբից, երբ որ իշխանությունը կամաց հայտնում էր, որ պետք է խաղաղության ուղղությամբ գնալ, այն ժամանակ մի տեսակ մեծ համարձակություն ու հերոսություն է պահանջում հանրային դաշտում ասելու համար, որ այո, ճիշտ ճանապարհ է Ադրբեջանի խաղաղություն հաստատել։ Մինչև 2024 թվականի նույնիսկ 25 թվականի իսկ արդեն երբ որ Ալիևը ինքնուրույն հայտարարություններ անում Հայաստանում բավական իսկական անհանգիստ վիճակ էր, անընդհատ հետ է դնում խաղաղության։ Արդեն 2025 թվականի օգոստոսից հետո, երբ որ պարզ դարձավ, որ գործընթացը շատ մեծ հաջողությամբ է ընթանում, եւ որ հաստատված խաղաղությունը բավական մեծ շանսով ունի դառնալու վերջնական, ավելի շատ մարդիկ սկսեցին այս ամենը չփոխել, բայց բնական է մի մասն էլի շարունակելու է դիախավորել նրանց, ովքեր որ խաղաղություն են ուզում եւ ովքեր որ ասում են, որ Հայաստանի պետք է սահմանափակի 29040 կմ տարածքի վրա եւ տարածքային պահանջներ ներկայացնի հարևաններ։ Պարոն Մանուկյան, Էստոնիայի արտգործնախարարը Երևանում եւս ասում է, որ խաղաղության ուղին Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խիստ կարեւոր է, դա հայ ժողովրդի համար հենց ապագայի ուղի է եւ այլն, առևտրային միջանցքներ են ստեղծվում ու այս տնտեսական բաղադրիչը կոմպոնենտը բնականաբար շատ է շեշտվում այս համատեքստում, բայց ինչու օրինակ Ադրբեջանը, մենք տեսնում ենք, որ Ադրբեջանի տարածքով գալիս է տարբեր, չգիտեմ, հացահատիկ, ռուսական, ղազախական, Ադրբեջանից մենք ինչ որ նավթամթերք ենք ներմուծում, բայց Հայաստանի կողմից որևէ շարժ այդ իմաստով չկա, այսինքն հակառակ կողմը այս բանին որևէ հետաքրքրություն չի ցուցաբերում ոչ Հայաստանի որևէ արտադրանքի, ոչ էլ Հայաստանի ենթակառուցվածքների նկատմամբ, հա։ Հետաքրքրություն չի ցուցաբերելու տարբեր պատճառներ կան։ Հիմա հաստատ չենք կարող ասել։ Հիմա եթե մեզ ավելի հետաքրքիր է իրենց այդ տարածքով օգտվելը եւ իրենք դա թույլ են տալիս, դա այս պահի համար բավարար է։ Եվ հետո էլ տեսեք
Այս ծրագրերը նոր են, չէ։ Հիմա երբ որ TRIP-ը աշխատի, երբ որ խաղաղությունը իսկապես խաղաղության համաձայնագիրը ստորագրվի, պայմանագիրը ստորագրվի եւ սահմանները բացվեն ու դիվանագիտական հարաբերություններ հաստատվեն, այդ ժամանակ արդեն ինքն էլ հետաքրքրություն կցուցաբերի կամ եթե ինքը չցուցաբերի հետաքրքրություն, երրորդ երկրներ այդ ճանապարհների օգտագործման հարցում հետաքրքրություն կցուցաբերեն։ Ուզում եմ ասել, էլի ստանդարտ ես կարծում եմ շատ բնական process է, ինչ որ տարօրինակ բան չկա նրանում, որ մինչև հիմա իրենք Հայաստանի տարածքից ինչ որ բան դեռ չեն ներմուծել։ Շատ լավ, շարունակելով մասնավորապես նաև եթե գանք Էստոնիայի արտգործնախարարի այցին եւ համատեղ ասուլիսին Արադ Միրզոյանի հետ խոսվեց նաև շատ եվրոպական միության մասին, ընդհանուր նվիրումի, այդ արժեքների նվիրումի, Հայաստանը հայկական կողմը պնդեց, որ դրանք անխախտ են, էստոնական կողմը նշեց, որ մենք այլևս երբեք չենք բաժանվի ու նման բաներ եւ բավական շատ գովեստի խոսքեր էր նշում Հայաստանի իշխող նաև կառավարության հասցեին, մասնավորապես հենց Էստոնիայի ուղղությամբ աշխատանքի ընդհանուր ավելի բազմակողմ Եվրամիության հետ աշխատանքի մասին։ Այս բանին մենք Եվրոպական միության ուղղությամբ ինչ, այսպես ասենք, հիմք ունենք վստահ լինելու, որ Հայաստանը այնուամենայնիվ շարժվում է դեպի այդ ճանապարհով։ Ամենաառաջին հիմքը Ադրբեջանի հետ հարաբերությունները կարգավորելն է։ Եվրոպական միությունը այնպիսի կառույց է, որ Հայաստանը չէր կարող դեպի այդ ուղղությամբ ճանապարհ բռնել կամ չի կարող այդ ուղղությամբ լուրջ հարաբերություններ կառուցելու, խորացնելու ճանապարհ բռնել առանց Ադրբեջանի հետ հարաբերությունները կարգավորելու։ Տարբերակ չկա, որ Հայաստանը կոնֆլիկտ ունենար Ադրբեջանի հետ, Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը լուծված չլիներ, սառեցված լիներ, ասենք, եւ ասենք Հայաստանը որևէ հեռանկար ունենար Եվրամիության կազմի մեջ մտնելու։ Ուրեմն առաջինը դա Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորումն է, երբ որ հայ-ադրբեջանական սահմանը բացվի, Թուրքիայի հետ սահմանն էլ բացվի, այդ ժամանակ արդեն առավել հեշտ կլինի նաեւ ուրեմն Եվրոպա դուրս գալ Թուրքիայի տարածքով նաև, ոչ միայն Վրաստանի տարածքով, որից հետո ինչ որ մի պահի արդեն հարց կբարձրացվի Եվրամիության հետ խորը եւ համապարփակ ազատ առևտրի համաձայնագիր կնքելու հարցում, ինչը չի կարող լինել համատեղելի ուրեմն Եվրասիական տնտեսական միության անդամակցության հետ, բայց դե այդ պահը հիմա երբ կգա, հիմա դժվար է ասել, այս պահի դրությամբ դերևս ոնց որ վարչապետը ասեց, համատեղելի է մեր անդամակցությունը Եվրասիական տնտեսական միությանը եւ ուրեմն Եվրոպայի հետ հարաբերությունները խորացնելու ուղղությունը, այդ երկու ուղղությունները այս պահին իրար հետ համատեղելի են։ Բայց մենք կարող ենք այդ համատեղելիությունը տարիներով, այսպես ասենք, պահել, հա, նկատի ունեմ չշարունակել պրոակտիվ աշխատանքը, որ չգազ հասնես այդ հակասությունների փուլին, բայց ասես չէ, ոնց, մենք աշխատում ենք, բայց չենք հասել դեռ այդ փուլին, այդպես գնանք, էլի։ Դե այդ պետք է նայել իրապես աշխատանք տարվում է, որ այդ փուլին հասնենք, թե չի տարվում։ Այս պահի դրությամբ տարվում է, մենք տեսնում ենք, որ տարվում է իրական աշխատանք։ Հենց որ տեսնենք, որ իրական աշխատանք չեն տանում, բայց ուղղակի ասում են, դե աշխատում ենք, այդպես կլինի, այդ ժամանակ արդեն լուրջ կարելի է բարձրաձայնել եւ ասել, որ իրական աշխատանք չի տարվում։ Եվ բնականաբար տեմպերի մասին էլ հարց կարող է հնչել, որ այո, աշխատանք տարվում է, իրական աշխատանք տարվում է, բայց կարելի է ավելի շատ գործանել եւ ավելի արագ, ուրեմն ավելի արագ քայլերով Եվրամիության հետ մոտենալ։ Բայց ոնց գնահատենք արագ է արվում, թե ուրեմն դանդաղ է արվում են ինչ որ հիմա կատարվում է։ Մենք այդ Եվրամիության ղեկավարների, պաշտոնական ներկայացուցիչների հայտարարությունից էլ մենք տեսնում ենք, որ շատ դեպքերում նրանք նաեւ
այսպես ասած, եթե չասենք հիացած են Հայաստանի տեմպերով եւ Հայաստանի կատարած քայլերով, համայն այն դեպս առնվազն բավական մեծ գոհունակություն են հայտնում այս հարցում։ Դրա համար ես կարծում եմ, որ այս պահի դրությամբ նորմալ ընթացքով է Հայաստանը խորացնում իր հարաբերությունները Եվրամիության եւ Արևմուտքի հետ, հատկապես որ հաշվի առնենք, որ այնուամենայնիվ Ռուսաստանի եկող սպառնալիքները դեռևս կան, ճիշտ է, դրանք այն սպառնալիքները չեն, ինչ որ կային մինչև 2023 թվականը եւ հատկապես մինչև 2020 թվականը, բայց այնուամենայնիվ որոշ սպառնալիքներ կան եւ որոնց մասին վերջերս Պուտինը բացահայտ հայտարարեց։ Շատ լավ, Էստոնիայի արտգործնախարարը խոսելով Հայաստանում սպասվող խորհրդանական ընտրությունների մասին ասում է, որ Հայաստանի շուրջ շատ ուժեր կան, այդ թվում եւ Ռուսաստանը, որոնք այնքան էլ ուրախ չեն ժողովրդի ազատ կամքի ընտրությամբ, հա։ Այսինքն շարունակելով Եվրամիության թեման, էլի նաեւ այս համատեքստում, ժողովրդի ազատ կամքի ընտրության դեպքում որը պետք է բնականաբար կարևոր լինի նաև եվրոպական, չէ, ճանապարհի համար, որովհետև ի վերջո էլի ժողովուրդն է հարակվեով որոշելու ինչ է լինում, ինչ չի լինում։ Նկատի ունեմ սրանց փոխկապակցվածությունները որոնք են։ Ինքը շատ ճիշտ եւ բոլորիս համար հայտնի պնդում է անում, որ Ռուսաստանը չի սիրում հարաբերվել ժողովրդավարական երկրների հետ։ Ինքը իր բնույթով ավտորիտար երկիր է եւ իր կողքը բոլորն էլ փորձում է ավտորիտար երկրներ ստեղծել եւ փորձում է խափանել Ռուսաստանի հենց ներսում ժողովրդավարության հաստատումը, բայց նաև խանգարում է այլ երկրներին, այլ ժողովրդավար երկրներին եւ փորձում է ուրեմն հետ գլորել նրանց իրենց ընտրած ժողովրդավարական ուղուց։ Սա շատ հայտնի բան է։ Երկրորդ հայտնի բանը այն է, որ իսկապես Եվրոպական միությունը, այսօրվա Եվրոպական միությունը եւ ընդհանրապես Արևմուտքը, ներառյալ Միացյալ Նահանգները, Կանադան, Ավստրալիան, իրենք կառուցված են ժողովրդավարական արժեքների վրա եւ իրենց համար շատ կարեւոր են ժողովրդավարական արժեքների վրա եւ երբ որ Հայաստանը փորձում է հարաբերությունները խորացնել Արևմուտքի հետ, առաջին հերթին իր ներսում ժողովրդավարություն կառուցելով եւ ուժեղացնելով արդեն իսկ իրեն մոտեցնում է Արևմուտքին եւ արևմտյան երկրներին։ Ձեր հարցը շատ տեղին էր նաեւ այն իմաստով, որ այո, մի կողմից Հայաստան եւ Ադրբեջան հարաբերությունների կարգավորումն է, որ ինքնըստինքյան արդեն մոտեցնում է Հայաստանին Եվրամիությանը եւ Արևմուտքին, մյուս կողմից էլ Հայաստանի ներսում դեմոկրատական ինստիտուտների ուժեղացումը, դեմոկրատիան անշրջելի դարձնելը ինքնին արդեն Հայաստանին մոտեցնում է Արևմուտքին եւ Եվրամիության երկրներին։ Այս տեսակետից եմ ես հասկանում Էստոնիայի արտգործնախարարի ասածը, որ այո, Ռուսաստանը չի ուզում, որ իր Հայաստանի նման երկրները ուժեղ ժողովրդավարական երկրներ լինեն, որ ժողովրդի կամքը մշտապես արտահայտվի իշխանությունների քաղաքականությունում, իսկ Եվրամիությունը հենց կակրած դա էլ ուզում է։ Եվրամիությունը հենց այդպես է պատկերացնում ուրեմն իր հարաբերությունների խորացումը, այդպես ցանկանում է տեսնել այդպիսին դեմոկրատական եւ ժողովրդի կամքը մշտապես արտահայտող իշխանությամբ պետություններ է ցանկանում տեսնել իր շուրջը, որոնց հետ կկարողանա խորացնել իր հարաբերությունները։ Իսկ պարոն Մանուկյան, ինչպես դուք եք ասում, Ռուսաստանը չի ուզում կամ ինչպես Էստոնիայի արտգործնախարարն է ասում, Ռուսաստանը ուրախ չէ։ Այդ չուզելը կամ ուրախ չլինելը գործի քայնացվում է կամ գործի քայնացվելու է։ Այո, իհարկե, մենք տեսնում ենք արդեն 25 թվականի կեսերից այդ հիբրիդային հարձակումները, նկատի ունեմ կեղծ տեղեկատվական արշավները, կազմակերպված տեղեկատվական արշավները Հայաստանի իշխանության ներկայացուցիչների, հատկապես Նիկոլ Փաշինյանի նկատմամբ, սպասվում են նաև ուրեմն հարձակումներ Հայաստանի պետական մարմինների կայքերի վրա,
որոշ հարձակումներ արդեն եղել են եւ բնականաբար նման հարձակումներ լինելու են նաեւ ընտրությունների ժամանակ եւ հիմա Եվրամիության աջակցությամբ Հայաստանը դրան պատրաստվում է, որ այդ հարձակումները չեզոքացվեն, հա, այդ հակերային հարձակումները այլ գործիքներով էլ է իհարկե ազդելու իրեն Ռուսաստանի շահերը սպասարկող քաղաքական ուժերի միջոցով այդ ուժերին զանազան ձևերով աջակցելու միջոցով ընդհանուր մինչև անօրինական ֆինանսավորում կամ Հայաստանի դեպքում ըստ էության այդ ֆինանսավորումը ինչպես մենք ինչպես կան հավաստի տվյալներ, ոչ թե ասենք Ռուսաստանը Կրեմլը ինչ որ ուրիշ տեղերից փողեր է հավաքում եւ փորձում է ծախսել Հայաստանում այդ քաղաքական ուժերի վրա, այլ գնում է Ռուսաստանի բիզնեսմեն հայերին, մեծահարուստներին եւ ոչ այդքան մեծահարուստներին իրենց պարտադրում է, որ իրենք իրենց փողերով այդ ամեն ինչը անեն, հա Այս ընդհանուր առմամբ այս ուղղություններով է, որ Ռուսաստանը հարձակվելու է Հայաստանի վրա, այս մասին շատ մանրամասն խոսվել է, անդադ խոսվում է հայկական միջավայրում, հանրային տիրույթում, ես կարծում եմ, որ բավական իմունիտետ արդեն Հայաստանը ունի այդ ամենին դիմագրավելու համար։ Շնորհակալություն։ Խնդրեմ, ես էլ եմ շնորհակալ։ Զրուցակիցս քաղաքագետ Հրայր Մանուկյանն էր, մնացեք առաջինի հետ, ես Ժիրայր Ոսկանյանն եմ։ Տարին ընդամենը մեկ անգամ իսպանական անսանձ ոգին ու գիրքը դառնում են ավելի մոտ իդեալ համակարգում։ Զգացեք իրական ռոդեոյի շունչն ու էներգիան 2026 թվականի իսպանական սալիկների բացառիկ հավաքածուներում։ Անկառավարելի ուժ եւ գեղեցկություն, որոնք վերածվում են կատարյալ ձևերի ու նուրբ ֆակտուրաների։ Ձեռք բերեք իսպանական բարձրորակ սալիկների լայն տեսականին, սկսած 1 քառակուսի մետրն ընդամենը 3300 դրամից։ Մանրամասները idealsystem.am Իդեալ համակարգ դեպի կատարելություն։